Պարոն Ղուկասյան, տեսեք, վարչապետը իր ճեպազույցի ժամանակ ասել է, որ իր ցուցումով է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենն ազատվել աշխատանքից, քանի որ ԱՄՆ փոխնախագահին նվիրել է Արցախի մասին գիրք։ Ինչն ըստ Նիկոլ Փաշինյանի դեմ է կառավարության վարած արտաքին քաղաքականությանը։ Ինչպես եք մեկնաբանում այս երևույթը, արդյոք սա վարչապետի իրավասության հարց է եւ ինչ ուղերձ է սա օրինակ ակադեմիական հանրությանը։ Ասեմ ձեզ, ես այդ որ ասեցի շատ վատ զգացողություն առաջացավ իմ մոտ։ Նույնիսկ նա իջել է արդեն այն մակարդակի, որ միջամտում է սովորական գիտական աշխատողների գործունեությանը։ Սովորական գիտական աշխատողը արտաքին քաղաքականություն չի վարում։ Ընդամենը ուրին նվիրել է գիրք, որը կարող է եւ ընդհանրապես իր արտաքին քաղաքականության հետ կապ չունենա, այդ գիրքը գրվել է ավելի վաղուց։ Նա փաստորեն արդեն այն աշյանի է հասել, որ ամենահասարակ գործի մեջ մտնում է, խառնում է, խոսում է իր կամքը թելադրել, իսկ դա ինչի համար է անում, լրիվ Ադրբեջանի քաղաքականությունն է վարում։ Նա տվել է 1905-ից մինչև վերջ, մինչև այս մեր օրերը եղած Արցախի պատմությունը, հատկապես ցեղասպանությունը, որ ադրբեջանցիները 5-6 թվին իրականացրին, 18-ից 20 թվականներին իրականացրին եւ վերջի 20-30 տարի։ Նա այդ պատմությունն է, այդ գիրքն է նվիրել նրանց եւ նա փորձում է դրանով ցույց տալ, որ ինքը հավատարմորեն ծառայում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին։ Որ եթե փի բանը նվիրել ինքը պահիտակ չի իմացել եւ հիմա իմացել է, պատժում է ինստիտուտի տնօրենին ցեղասպանության։ Նա փորձում է իր այդ քայլերով լրիվ հավատարմորեն անմնացող ծառայել այդ թուրք-ադրբեջանական տանդեմին, ուրիշ ոչինչ չկա այդտեղ։ Դա է պատճառում, որ գիտնականներն են լռում։ Իսկ սա կարող է նախադեպային դառնալ եւ այդպիսի ինչ դրսևորումներ կարելի է սպասել հետագայում։ Աստված ոչանի, եթե ընդրությունը երակ մնաց, շատ վատ հետևանքներ ունենալու մեր ժողովրդի համար։ Ինքը ընդհանրապես հրաժարվում է պատմությունից ու անցյալից, բայց իր, ոնց ասեմ, շատ պրիմիտիվ մտքերի համար օգտագործում է անցյալը, ինչպես այս քանորը օգտագործեց Մաշտոցի կողմից 405 թվականի իրադարձության հետ կապված բան, թե նույն իրավիճակն է, ինչ որ 405 թվականի։ Առանց ոչ գիտի ժամանակը, ոչ գիտի ինչի համար է, ոչ էլ գիտի թե ուր է տանում դա մեզ։ Ուղղակի ուղղակի ինչ փչում է անում է։ Եվ մեզ հասնում է, որտեղ մենք ոչ մեկս ասում եմ, գիտական հանրությունը ով է ձեն հանել, դա երկու առաջ ասես, չէ՞ կարծեմ։ Ով է ձեն հանել, ոչ մեկը։ Շատ վատ է։ Պատկերացնում եք, մտնում է մի սովորական գիտաշխատողի գործի մեջ եւ փորձում է դրանով ցույց տալ, թե այդ մարդիկ արտաքին քաղաքականության մեր դոկտրինան չեն ընդունում։ Իսկ ով ասես, որ պետական հիմնարկում աշխատող գիտնականը պետք է քո քարոզությունն անի։ Դա գիտեք ինչ տոտալիտարիզմի ինչ ամենավերջի դրսևորումն է։ Ֆաշիզմի ժամանակից դեռ չէր։ Ես այդպես եմ մտածում, որ այդպես էլ կա։